և հոգվույն սրբո ամեն։ Այսօր մեր տոնացույցում գրված է Վարագա Սուրբ Խաչի տոն և ընթերցվածքը դրված է Սուրբ Մատթեոս ավետարանչի Մարդու որդու Գալստյան պատկերից մի հատված, կարդամ. Եվ ապա երկնքի վրա մարդու որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն, և պիտի տեսնեն Հիսուս Քրիստոսին մարդու որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ և բազում փառքով, և նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորներով ու պիտի հավաքվեն նրա ընտրյալներին չորս կողմերից աշխարհի և երկնքի ծագերից մինչև մյուս ծագը։ Թզենուց սովորեք առակը, որովհետև երբ նրա ոստերը կակղեն և տերևները ցցվեն, կիմանաք, որ ամառ է, նույնպես և դուք, երբ որ բոլորը տեսնեն, իմացեք, թե մոտ է նա դռների առջև, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս ամենը կատարվի։ Երկնքի և երկիրը պիտի անցնեն, բայց Հիսուսի խոսքերը չպիտի անցնեն։ Սիրելիներ, այս հատվածում խոսում է երկրորդ գալուստի մասին Քրիստոսի, նշան կոչվում է խաչ, այստեղ, որ ասում է նշանով գալու է, փոխաբերություն կա, նշան խաչ, դա նույն բանն է, նշան Սուրբ Խաչի, հաղթական Սուրբ Խաչի նշանը Տիրոջ սրբազան խաչն է, որ դեռևս, երբ որ Աստված մտահղացավ ստեղծել աշխարհը, Աստված երբ որ ասեց եկեք ստեղծենք աշխարհը, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, եկեք ստեղծենք, հոգնակիով է ասում, Աստված իր ձեռքի խաչով գծագրեց ամբողջ ծովերը, գծագրեց ամբողջ ցամաքները և ստեղծեց երևելի և անտեսանելի աշխարհը ըստ եկեղեցական սուրբ հեղինակների։ Ուրեմն այստեղ խոսում է երկրորդ գալստյան մասին և մենք այսօր տոնում ենք Սուրբ Խաչի նվիրված, Քրիստոսի Սուրբ Խաչին նվիրված չորրորդ տոնը, Գյուտ խաչի, Երևման խաչ, խաչվերած և այսօրվա տոնը Վարագա Սուրբ Խաչի տոն։ Ընդունված է ասել, որ այս չորրորդ տոնը Վարագա Սուրբ Խաչի տոնը հայերի խաչի տոնն է, որովհետև ունի պատմական հիմք, դեռևս 7-րդ դարում 640 թվականին Հայաստան Մեծ Հայաստան, ցավոք սրտի կորցրել ենք Մեծ Հայաստանը, Մեծ Հայաստանում 640 թվականին Մեծ Հայքը թատերաբեմ էր դարձել և կռվախնձոր էր դարձել հզոր Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի։ Եվ արդեն արաբական նվաճողները իրենց սմբակների տակ փոշիացնում էին այս ամբողջ տարածաշրջանը և հայոց Թեոդորոս Ռշտունին պայմանագիր է կապում արաբների հետ, որտեղ արդեն կործանվել էր հայոց մայրաքաղաքը Դվինը, պայմանագիր է կնքում արաբների հետ և ճանաչում է արաբական գերիշխանությունը, այնուհետև Հայաստանը ստանում էր որոշակի արտոնություններ, հարկահավաքությունից արտոնություններ, մարզպանություններ ունենում, կառավարիչ էր ունենում և եթե Հայաստանի վրա հարձակվեին, արաբները պիտի պաշտպանեին մեզ։ Այս թշվառ, այս ծանր, այս քաղաքական, տնտեսական, սոցիալական, ընկերային ծանր պայմաններում ահա երկու ճգնավոր համեստ մարդիկ Քրիստոս ունենալով իրենց ներսում,
հավատքը իրենց ներսում, քայլեցին դեպի վարագա այդ լեռը գտնելու աղոթքով, որ Տերը ցույց տա այն խաչափայտի տեղը, այն խաչի մասունքը, որ դեռևս դարեր առաջ Սուրբ Հռիփսիմեն Հայաստան գալու ճանապարհին կույսերի հետ զետեղում են եւ ամփոփում են, դնում են վարագա լեռան Գալիլեա կոչվող այդ հատվածում։ Եվ այս երկու ճգնավորները, Թոդիկը եւ Հովելը, աղոթքով ստանում են խաչափայտի գտնվելու տեղը։ Եվ մի հրաշապատում 12 լուսավոր սյուներ ցույց են տալիս այն վայրը, որտեղ գտնվում է Քրիստոսի Սուրբ խաչի այդ մասունքը։ Սա մեծ իրադարձություն էր այդ ծանր պայմաններում 7-րդ դարի պատմական այդ անցքերում, սա մի լուսավոր կետ էր հայ ժողովրդի համար, որովհետև օրվա կաթողիկոսը ներս էր շինող եւ Վարդ Պատրիկ սպարապետը ազգի հետ բարձրանում են եւ երկրպագում են Սուրբ խաչի գտնվելու գյուտի այդ վարագա Սուրբ խաչի մասունքին երկրպագելու եւ հետագայում կառուցվում է մասունքի վրա եւ գիտեք, որ բոլոր եկեղեցիները, գրեթե բոլոր եկեղեցիները, հայոց եկեղեցիները կառուցված են մասունքների, սուրբերի մասունքների վրա։ Եվ ահա, խաչը միշտ եղել է հանձնառություն, Սուրբ խաչը միշտ եղել է զորություն։ Իմիջիայլոց Կոստանդին թագավորը իր նշանավոր, բոլոր նշանավոր ճակատամարտները հաղթահարել է ապավինելով Քրիստոսի Սուրբ խաչին։ Խաչը հաղթություն է այն ազգի համար, որը կարող է հավաքվել, համախմբվել խաչի ներքո, եւ որովհետեւ խաչը երբեք մեզ ամոթով չի թողել, եւ խաչը արտահայտվել է նաեւ հայոց ճարտարապետության մեջ, խաչը արտահայտվել է մեր մշակութային արժեքների մեջ, որի մեջ նաեւ ներառվում է մեր բազում սուրբ խաչքարերը, եւ հայը քարի վրա զետեղելով խաչը անմահացրել է ինքը իրեն, նյութը դարձրել է հոգի եւ ոգի եւ դրա մեջ տեսել է իր հավերժությունը։ Այն ժամանակ, երբ որ այս մտայնությունը խաչի նկատմամբ մեր հավատքը, որ ինքը Քրիստոսն է եւ խաչյալը, երբ որ կնվազի, կթորշնի, երբ որ խաչի նկատմամբ մեր վերաբերմունքը կփոխվի վատառումով, այն ժամանակ մենք կկորցնենք Հիսուսի լույս հավատքը, այն ժամանակ մենք կունենանք Աստված մի արասը շատ արհավիրքներ, ինչպես որ տեսանք այս ընթացքում մեր աչքերով, մենք ետև ենք դարձրել խաչին, խաչյալին մեր թիկունքը եւ փորձում ենք տեսնել աշխարհի միջի չարժեքները։ Այսօր հայը ապրում է շատ հաճախ տեսնում ենք, որ հայ մարդը ապրում է խաչից հեռու, հրաժարվում է խաչից։ Նույնիսկ այսօր եկեղեցի էլ չեմ ասի, շարժումներ, կրոնական շարժումներ, ասում են ինչ եք պաշտում, խաչը, ոնց որ դանակը պաշտես կամ ավտոմատը պաշտես, Պողոս առաքյալ կարդացեք, ամբողջ Սուրբ Գիրքը խոսում է խաչի մասին, եւ այս կրոնական շարժումները եկել են հային հայից բաժանելու, հային խաչից տարանջատելու, հային իր հավատքից հեռացնելու, դրա համար միշտ այս խաչի 4 տոները գալիս են մեզ հիշեցնելու, որ խաչը միշտ առաջնորդող է եղել, զորացնող է եղել, սրբություն է եղել, հանձնառություն է եղել եւ սեր եւ նահատակություն։ Երբ որ այս իմ արտաբերած խոսքերը կդադարեն մեր ազգի մեջ գոյություն ունենալուց, կենսակերպ ունենալուց, հայը պիտի միշտ կորցնի, հայը պիտի միշտ հայտնվի այն վիճակում,
որ երբեմն հայտնվում է։ Մեր Տիրոջ խաչի զորության ներքո է, որ այսօր մենք գոյություն ունենք որպես ազգ եւ ժողովուրդ։ Եվ որքան էլ որ մենք փառաբանենք խաչը, այնքան խաչը պիտի խաչի ճանապարհով ապրենք։ Երբեմն մենք կորցնում ենք մեր խաչի ճանապարհը։ Խաչի ճանապարհը թողած մենք գնում ենք, չգիտեմ ինչ ճանապարհներով, այնտեղ փնտրելու հույս, լույս, հավատք, ճակերտների մեջ եւ գնում ենք տարբեր ճանապարհներով եւ վերջը հայտնվում ենք կոտրած դաշտակի առջև։ Տիրոջ խաչի ներգործությամբ, ինչպես ասեցի, մեր մշակութային արժեքներ են ստեղծվել եւ մենք խաչը կանգնեցրել ենք մեր սուրբ եկեղեցիների վրա, որովհետեւ խաչը միշտ թագավորող է եղել եւ խաչյալը խաչից անբաժան։ Եթե մենք նայենք խաչի տեսքին, վերևի մասը բացում է Աստծո արքայությունը, երբ որ տանում ենք մեր ձեռքը վերև, ասում ենք հանուն Հոր, մենք մատնացույց ենք անում եւ հիշատակում ենք Տիրոջ երկնքի արքայությունը, երբ որ մենք մեր երեք մատերը երկրորդ գործողությամբ իջեցնում ենք մեր կրծքին, մենք ավիրում ենք դժոխքը եւ ժխտում ենք դժոխքը եւ հակառակ ենք կանգնում չարին։ Երբ որ մեր շարժումների մեջ դեպի ձախ ենք տանում, մենք ասում ենք Տեր, ներիր մեր մեղքերը, ներիր մեր հանցանքները, մաքրիր մեզ ամեն տեսակ մեղքից եւ վերջապես երբ որ մեր աչքն ենք տանում, նշանակում է, որ հավատում ենք, որ Տիրոջ խաչի չորրորդ ուրեմն թևը մեզ տալիս է Տերը շնորհների բաշխում եւ առատաբուխ շնորհները ներ են մուծվում մեր կյանք, եթե մենք այդ խաչը տիառնագրելով հավատում ենք խաչի զորությանը։ Եթե մենք կարդանք խաչի մասին, երբ որ պարզ խաչակնքում ենք հանուն Հոր եւ Որդու եւ Հոգվույն Սրբու ասելով, չարի զորությունը, չարի ներգործությունը մեզանից մղոններով հեռու է գնում եւ այստեղ է հայտնվում եւ մեր վրա է հայտնվում Տիրոջ զորությունը։ Սա փաստված է, սա ապացուցելու կարիք չկա։ Դրա համար է, որ մեր շարականների մեջ բազում հատվածներ կան, երբ որ մենք շարական երկությամբ փառաբանում ենք Տիրոջ զորավոր Սուրբ խաչը։ Երբ որ մենք թիկունք ենք դարձնում խաչին, խաչը բայց նայում է մեզ, մեր ճանապարհին, ինչպես որ հայրը միշտ իր հայացքը հառել էր անառակ որդու գնացած ճանապարհին, սպասում էր, որ իր անառակը ինչպես որ գնացել է, այնպես հետ է գալու, այնպես էլ մեզ հեռացողներիս Տիրոջ հայացքը խաչի զորությամբ միշտ սպասում է մեր հետ դարձին, ուր էլ լինես, ուր էլ գտնվես, ինչ հանգամանքներում էլ լինես, խաչը միշտ քո առջև ունեցիր, որովհետև դա հաղթություն է, որովհետև դա սեր է, որովհետև դա զոհաբերություն է։ Եթե չկա սեր, չկա զոհաբերություն։ Եթե մեկին սիրում ես, ինչ ես անում։ Եթե Աստծուն սիրում ենք, ինչ ենք անում։ Կամ ինչ պիտի անենք։ Մեր ժամանակը պիտի տանք։ Մեզանից պիտի զրկենք, տանք մեր սիրած մարդուն, տանք մեր եկեղեցուն, պիտի զոհաբերենք որտե։ Եթե մեզանից մեր ժամանակը չենք զոհաբերում, չենք կարող սիրել։ Եթե չկա զոհաբերության գիտակցություն, սերը չկա։ Ուստի խաչը սեր է, խաչը հույս է, խաչը հավատք է եւ խաչի առաջնորդությամբ Տերը միշտ զորացնի, պահպանի, շնորհների բաշխում անի բոլորիս ամեն։ Տիրոջ սերը օրհնությունը ամենքիդ ամեն։ Եվ տուր